Իրանում զանգվածային բողոքի ցույցերը եւ անկարգությունները չեն դադարում։ Բողոքի ակցիաների պատճառը երկրում տնտեսական դժվարություններն են։ Միջազգային լրատվամիջոցները գրում են 2600-ից ավելի զոհերի եւ տասնյակ հազարավոր ձերբակալվածների մասին, այնինչ պաշտոնական Իրանը դեռ հստակ տվյալներ չի հաղորդում։ Երկրում մի քանի անգամ խափանվել է նաև ինտերնետ կապը, Հայաստանից եւս հնարավոր չի եղել կապ հաստատել այնտեղ բնակվող հայերի հետ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ 2 հայ զոհ կա ցույցերի հետևանքով։ Անմիջական կապ դեռևս չեն կարողանում հաստատել համայնքի հետ։ Իրանում ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ից, նախ խաղաղ, հետո իրավիճակը սրվեց։ Իրանի արտգործնախարարը Fox News-ի հետ զրույցում շեշտել է, ի վերջո խաղաղ ցույցերը վերածվեցին ահաբեկչական գործողությունների։ Նրանք ուզում էին զոհերի թիվն ավելացնել, ինչու՞, որովհետև նախագահ Թրամփն ասել էր, եթե սպանություններ լինեն, նրանք կմիջամտեն։ Ստեղծված իրավիճակին կոշտ հայտարարություններով է արձագանքում ԱՄՆ-ն։ Նախագահ Թրամփը ցուցարարներին կոչ է արել շարունակել բողոքի ակցիաները։ Օգնությունը ճանապարհին է, ասել է նա։ Ինչ է սա նշանակում։ CBS-ին տված հարցազրույցում մանրամասնել է։ Շատ բաներ կարող են լինել տարբեր ձևերով, ներառյալ տնտեսական աջակցությունը մեր կողմից, դա շատ չի օգնի Իրանին։ Դուք գիտեք, որ մենք դուրս մղեցինք Իրանին իր միջուկային կարողությամբ։ Հիմա էլ կոնկրետ թվեր չգիտենք, թե քանի մարդ են նրանք սպանել։ ԱՄՆ նախագահը մտահոգություն է հայտնել Իրանում զոհերի հետ կապված։ Թրամփն ասում է, եթե Իրանի իշխանությունները մահապատիժներ սկսեն, նրանք կոշտ գործողության կգնան։ Վերջնախաղը հաղթելն է, ես սիրում եմ հաղթել եւ մենք կհաղթենք։ Լարված իրավիճակի եւ փոխադարձ սպառնալիքների ֆոնին նախորդ գիշեր Իրանը փակել էր օդային տարածքը։ Ժամեր անց այն կրկին բացվել է։ Իրանի արտգործնախարարը Միացյալ Նահանգներին հորդորել է չանել նույն սխալը, ինչ հունիսին, եւ նշել՝ Իրանը պատրաստ է բանակցությունների։ Իմ ուղերձն այն է, որ պատերազմի եւ դիվանագիտության միջև դիվանագիտությունը ավելի լավ ճանապարհ է, չնայած մենք չունենք դրական փորձ ԱՄՆ-ից, բայց դիվանագիտությունը ավելի լավ է, քան պատերազմը։ Բայց արդյոք երկխոսություն կսկսվի Իրանի եւ ԱՄՆ-ի միջև, երբ եւ ինչ ձևաչափով կլինի այն, մնում է անորոշ։